գալիս է մի պահ, որ դու զգում ես միայն քո պետության կարիքը։ Ես դա ամեն օր եմ զգացել 30 տարվա մեջ, բայց երբ որ դու արդեն զգում ես, որ դու թիգունք չունես, պետություն չունես, քո պետությունը ամեն ինչ անում է, որ քեզ վնաս հասցնի, ամեն ինչ, ամեն քայլը վնաս է հասցնում մեր սփյուռքին։ Այսինքն կարելի է ասել, որ սա թշնամական իշխանություն է մեր երկրի գլխին կանգնած, որովհետև եթե մարդը թշնամություն է անում 7 միլիոն հայերի համար, թշնամություն է անում իր ներքին հայերի, կարող եմ վստահել 70%-ի համար, էլ ինչ, 30%-ով ինչ են անելու, այդ 30%-ն էլ խափնված, մոլորված մարդիկ են, ովքեր չեն հասկանում ինչի մասին է խոսքը, ովքեր չեն հավատում, որ այս մարդը 300,000 ադրբեջանցի է բերելու լցնի Հայաստան, դրանով փորձելու են մի 5 տարվա մեջ դեմոգրաֆիան մեր երկրի փոխեն ու հանգիստ երկու երկիր միացնեն, իրար պրծնեն։ Դրա համար մենք շատ ակտիվ տանելու ենք այս քաղաքականությունը եւ կցանկանայի, որ այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքը ազդեցություն ունի, միանան հայապահպանման մեր քայլերին։ Ես նկատի չունեմ մենակ մեզ, ցանկացած օպոզիցիոն ուժը հիմա շատ կարևոր է մեզ համար, որ մենք կարողանանք այս մարդկանց դուրս շպրտել, այսինքն տեղն էլ գիտենք ուր շպրտենք, իրենք էլ պատրաստ են գնան, մնում է մենք օգնենք։ Չեք տեսնում, այս մարդիկ հոգնել են, արդեն իրենք էլ չգիտեն էլ ինչ անեն։ Փորձանքը փորձանքի վրա բերում են այս երկրի գլխին։